Իսկ ով ձեզ չընդունի, ոչ էլ ձեր խոսքին ականջ դնի, երբ այդ տնից կամ այդ քաղաքից դուրս ելնեք, ձեր ոտքից փոշին թափ տվեք։ Հիսուս Քրիստոսը սովորեցնում է իր աշակերտներին չվհատվել մերժման պատճառով, այլ շարունակել առաջ գնալ, հավատարիմ մնալով ճանապարհին։ Ոտքերից փոշին թափ տալը միայն մեկ բան է նշանակում՝ թողնել դիմադրությունը և վստահել Աստծո ծրագրին։ Մենք կանչված ենք քարոզելու ավետարանը, բայց չենք կարող ստիպել մարդկանց ընդունել այն։ Մեր նպատակը ավետարանին հավատարիմ մնալն է առանց վհատվելու, առանց հուսահատվելու։ Մեր նպատակը չէ աշխարհի ընդունելությանը արժանանալը։ Մենք մեր ինքնությունը արդեն գտել ենք Քրիստոսի մեջ, նրանում լիացած ու առատացած ենք ամեն բանով։ Մենք գիտենք մեր արժեքը նրա մեջ ու նրա միջոցով։ Մենք մարդկանց գնահատականների կարիքը երբեք չունենք։ Ավետարանի մերժումը իրականում Քրիստոսի մերժումն է, ոչ թե մերը։ Մի վշտացեք մերժման պատճառով, վստահ եղեք, որ Աստված տեսնում է ձեր հավատարմությունը, նույնիսկ եթե մարդիկ չեն ընդունում ձեզ վստահած ավետարանը։ Տեր, օգնիր ինձ արձագանքել մերժմանը շնորհով և վստահությամբ քո նկատմամբ։ Տուր ինձ համբերություն շարունակելու քո ճշմարտությունը քարոզել առանց մարդու հավանությանը սպասելու։ Ամեն։